Ազդու օգտակար և կարևոր է պահքի պնդությունը և ժուժկալությունը որկրամոլությունից և մանավանդ նրանց համար, ովքեր խոհեմությամբ են մերձենում նրան և ճշմարտապես ճանաչում, թե որքան շահավոր է պահքի պնդությունը։ Իսկ ովքեր այսպիսի զգուշություն չունեն, արդեն իսկ հետևյալ տեսանելի օրինակներով պետք է իմանան պարկեշտության մաքրությունը և որովայնի վնասակար լցումը։ Հայտնի է, որ ինչպես երաշտահար տեղանքները պես-պես բուսականություն չեն բուսեցնում, այնպես էլ ցամաքած որովայնները պղծության խորհուրդներ չեն ծնում։ Եվ ինչպես աղբուտ հողը խառնիխուռն բուսականություն է բուսեցնում և աճեցնում, նույնպես էլ կերակուրների աղբով փափկացած որովայնները հանապազ աղտեղի խորհուրդներ են վերհանում, քանզի գեջ հողը պարարտացնում է որդերին, իսկ գիջացած որովայնը պիղծ աղտերը, քանզի ովքեր փափկանում են համեղությամբ, նրանք նաև ենթարկվում են տեսակ խորհուրդների, և ով փոքր-ինչ կերակրով բավարարվում է, նա սոսկ հիշում է քաղցի տագնապը, քանզի թանձրացած որովայնները սուրբ խորհուրդներ չեն ծնում, այլ մարմնի զգայություններն ամուր պատում են մեղքի ծածկույթով։ Ովքեր որովայնին են ծառայում, հնարավոր չէ, որ լինեն Աստծո հավատարիմ ծառա, քանզի ովքեր պահքով նրբանում և սրբվում են, ոչ միայն անօրենությունների պղծությունն են սրբում, այլև Սուրբ Աստծուն իրենց մեջ են բնակեցնում։ Եվ արդ, այսպիսի մեծություն ունեն պահքի պնդությունը և պարկեշտության առաքինությունը, որ արգելելով կանգնեցնում են մարմնի բոլոր անդամները անդեպ ցանկություններից ու աղտեղի խորհուրդներից և ստեպ հալածում մտքից դիվային խորհուրդների հարձակումը, որոնք ցանկանում են մաքրվածների սրտերը պղտորել և պղծել։ Քանզի պահքի պնդությունը որպես երկաթե ջլերով ամուր պահում է վարքի բոլոր առաքինությունները և հավատքի հաստատությունները, քանզի հզոր աշտարակ է ընդդեմ թշնամու և ամուր պարիսպ սատանայի բոլոր նետերի դեմ։ Հույժ կարևոր է պահքի պնդությունը մեր բնության համար, և շատ թերություններ շտկվում են պահքի խոնարհությամբ։ Արդեն իսկ մարդուն ստեղծելիս Աստված պահքի պնդությամբ պարսպեց մեր բնությունը և առաջին մարդուն որպես առաջին պատվիրան տվեց պահքի պնդությունը՝ չճաշակել չարի և բարու գիտության ծառից։ Եթե պահեր պահքի պատվիրանը, կժառանգեր անախտ, անմահ և անմեղ կյանքը և երկնքում երկնային բարիքները, քանզի շատերը, ովքեր պահեցին պահքի պնդությունը, փրկվեցին բազում վշտերից։ Այս պահքի պնդությամբ նաև մեծն Դանիելը փրկվեց առյուծների ժանիքներից, քանզի գազանական բնությունն էլ էր պատկառում մերձենալ պահողի սուրբ մարմնին, և քանի որ իրեն արգելել էր մոտենալ թագավորի պիղծ զոհերով աղտեղված սեղանին, գազաններին էլ արգելվեց մոտենալ պահողի սուրբ մարմնին։ Այս պահքի պնդությամբ նաև 3 մանուկները փրկվեցին բորբոքված բոցից, քանի որ այրեցին կերակուրների ցանկության մոլությունը և մի փոքր ոսպով գոհացան, հանգցրին հնոցի բարձրացած ահեղ հուրը, քանզի այնտեղ ներսում հոգու զովացուցիչ ցողը մխիթարում էր պահողներին, և դրսում բոցը զեղխացածների կողմից սաստկանում էր և 49 կանգուն տարածության վրա սպանում բոլորին, իսկ ներսում զովացուցիչ ցողը մխիթարում էր պահողներին։ Այս պահքի պնդությամբ նաև նինվեացիների բազմամբող քաղաքը փրկվեց, քանզի դարձան իրենց բոլոր անօրենություններից և չարընթացքից, խարազանով և մոխրով դարձրին Աստծո խստացած բարկությունը և քանզի առանց խնայելու նեղեցին իրենց անձերը պահքով և պաղատանքներով, հեծեծագին լալով ու ողբալով, Աստված խնայեց նրանց հոգիներն ու մարմինները։
Այս պահքի պնդությամբ նաև Մովսեսը ստացավ աստվածադիր օրենքը, քանզի 40-օրյա պահքի մաքրությամբ արժանացավ մերձենալ մաքուրին և անմիջականորեն խոսում էր նրա հետ ինչպես բարեկամի։ Այս պահքի պնդությամբ Թեսբացի Եղիան իր բերանի խոսքով երկինքն էր բացում և փակում, հուր էր երկիր իջեցնում։ Պահքի պնդության մասին էլ ինչ ասեմ ավելի, որը նաև պետք եղավ տերունական մարմնին, անմեղին և անարատին մեզ օրինակ ցույց տալու համար, որով և մեր առաջին հայրերն առաքինացան և անմարմին հրեշտակների վարքը մարդկային մարմնի մեջ երևեցրին, երկրի վրա մերձրին երկրային ցանկությունները և հոգիները կենդանացրին երկնքում, մերժեցին հանցավոր հեշտությունները, որպեսզի ստանան անոնց բարիքները, տներից և ունեցվածքներից հեռացած չարչարվեցին բազում փորձանքներով և իրենց անձերն ամենևին նեղելով մերձրին քաղցով, ծարավով և գծուց հանդերձով, քանզի նրանցից ոմանք միայն խոտաճարակությամբ բավականացան, իսկ ոմանք միայն մրգերի ճաշակմամբ կենցաղավարեցին։ Ոմանք միայն ծառի ճյուղերի ծայրերն ու խոտերի արմատներն էին ուտում, ոմանք ժուժկալում էին փոքր-ինչ ընդեղենով, ոմանք օրական 3 նուկի հացով, ոմանք օրական ուտում էին նկանակի 4-րդ մասը, ուրիշներն էլ 6-րդ մասը, ոմանք որպես կերակուր էին գործածում ցորենի թեփը, ոմանք միայն խոզաբութ եղջյուրով էին դադարեցնում քաղցի տագնապը։ Ոմանք հոգևոր կերակուրի հաղորդությունն օրվա մեջ բավական էին համարում մարմնի կարիքների համար և այլ կերակուրների փափկությունն ամենևին մեռած էր նրանց համար, քանզի ոմանք ճաշակում էին օրական 1 անգամ, ոմանք 2 օրը 1, ոմանք 3 օրը 1, ոմանք 7 օրը 1, ոմանք էլ ավելի։ Երբ հիշում էին կերակրի կարիքը, այն ճաշակում էին կշռով ու ջուրն ըմպում էին չափով, անդադար հեծությամբ պարապում էին աղոթքի և պաշտոնի մեջ, ողջ գիշերն անցկացնում արտասուքների և ողբերի մեջ և աղերսալի թախանձանքներով և հառաչանքներով հաշտեցնում Աստծուն։ Ոմանք ննջում էին պարաններով կապված, ոմանք ոտքի վրա տքնելով գիշերն անցկացնում, ոմանք սակավինչ նստելով, ոմանք մինչև առավոտ ձեռքերը վեր ամբարձած պահում, ոմանք պարանոցները խոնարհած մինչև առավոտ համբերում, ոմանք հարյուրավոր աղոթքներ կատարում։ Ոմանք լռում էին, ոմանք միայն սաղմոսներ ասում, ոմանք չէին բարբառում, մինչև մեկը չհարցներ նրանց, ոմանք խոհեմաբար խոսում էին միայն ընկերոջն օգուտ տալու համար և մշտաջան ճիգերով ու պաղատանքներով անցկացնում օրը, ինչ-որ հոգևոր խրատի համար գնում էին օտար աշխարհներ, թշնամիներին սիրում ինչպես բարեկամների, խոնարհությամբ ընկերոջն իրենց անձից լավը համարում, հնազանդության համար նույնիսկ քրի մատնվում և գազանների առաջ գնում, իրենց անձերը ծառայեցնում ընկերոջը և իրենց արդար վաստակով կերակրում ընկածին, տնանքին և հիվանդին։ Իրենց մարմինը չափով էին պահում և սանձահարում խորհուրդները և այնպես զանազան և բազում նեղություններով պահքի պնդություններ հորինում, քանզի այս ամենն է նեղ դուռը և անձուկ ճանապարհը, որ տանում է դեպի հավիտենական կյանք։ Ճշմարիտ պահքի պնդությամբ նաև կատարում էին բազում նշաններ և սքանչելիքներ, հանում էին դևերին, բժշկում հիվանդներին, հարություն տալիս մեռյալներին, քայլում ջրերի վրայով և արեգակի ընթացքը դադարեցնում և այսպիսի ու սրանից էլ ավելի մեծ զորություններ էին գործում պահքի պնդությունները։ Քանզի առաջին սուրբերը, երբ կամենում էին մերձենալ Աստծուն, նախ մաքրվում էին պահքով, ապա մերձենում մաքուրին և աստվածատեսներ լինում, իսկ ովքեր հեռացան պահքից, հեռացան Աստծո շնորհներից և բազում չարիքներով չարչարվեցին։ Ահա Ադամը հեռացավ պահքի պնդությունից և դուրս ելավ դրախտից դեպի փշաբեր երկիրը։ Նոյի ժամանակների ազգի որդիները
հեռացան պահքի պնդությունից և համաջունչ ջրհեղեղով սատակվեցին և հեղձվեցին։ Եբրայեցիների ժողովուրդը հեռացավ պահքի պնդությունից և ընտիրները սատակվեցին։ Սոդոմի բնակիչները հեռացան պահքից և կայծակների հրացայտ անձրև տեղաց նրանց վրա։ Եվ բոլորը, ովքեր արհամարհեցին պահքը, արհամարհվեցին Աստծուց և նրա ողորմությունից հեռացան։ Պահողները պետք է զինված լինեն խոհեմությամբ, քանզի սատանան կործանում է պահեցողին և ժուժկալողին, եթե բամբասի ավելի անպարկեշտների մասին կամ իրեն ուրիշներից բարձր ցույց տա, կամ կերակուրները պիղծ համարի, կամ եթե կեղծավորությամբ պահի, որպես թե ուրիշների աչքում պահքի պնդությունը ծածկի սնապարծ և կեղծավոր չերևալու համար, սակայն ցանկանում է, որ ուրիշների կողմից հռչակվեր իր ժուժկալությունը, և եթե ոչ ոք չիմանա, ապա ինքը ցանկանում է խստացնել ճգնությունները պահքի պնդության պատրվակով, որպեսզի իմանան և զարմանան նրա համբերության վրա։ Այսպիսի պահքը ոչ թե սրբում և արդարացնում է, այլ պղծում և կործանում։ Եվ եթե նույնիսկ կերակուրներով պարկեշտանա, իսկ մյուս անդամներով չպահի, զուր և ունայն է ջանում։ Այս է, որ ասում եմ, եթե լեզուն չպարկեշտացնի, աչքի, ունկի, խորհուրդների և մտքերի համար չզգուշանա, ընկերոջ նկատմամբ ոխ պահի, եղբոր հանդեպ ատելություն ունենա, կամ մեկի նկատմամբ կեղծավորությամբ սեր ցույց տա, կամ խոնարհությամբ ընկերոջը չծառայի, պատիվ և իշխանություն ցանկանա և կարծի, թե իր անձը պահքի մեջ է, այնպիսին հույժ մոլորված կլինի սատանայական խորհուրդներից, քանզի այն ոչ թե խոնարհության պահք է, այլ խաբեության և կեղծավորության, զրաջան և անվաստակ է, որ այրվում է հրի մեջ և հանապազ ջուրը թափվում, որը ցեցն ապականեց, և գողերը կտրեցին ու տարան, և ոչ մի օգուտ չստացավ այնպիսի պահքի մրցությունից, այլ հույժ պատժի և պատուհասի արժանացավ։ Այստեղ պատժվում է կեղծավոր պահքով, իսկ այնտեղ արդար դատաստանից դատապարտվելով հնոցների կրակի մեջ է չարչարվում և ավելի ևս պատժապարտ լինում, քան որ կրամոլն ու արբեցողը, քանզի ամենագետ Աստծուն անգետ համարեց չարաչար խստակրոնության կեղծավորությամբ։ Կան նաև այնպիսիներ, ովքեր երբ ցանկանում են մտնել պահքի մեջ, շտապում են լվացվել և օծանվել, խճողում են փորն ու որովայնը, սաստիկ որկրամոլությամբ և արբեցողությամբ շվայտանում, ապա մտնում պահքի պնդության մեջ։ Եվ արդ ինչ կոչենք այնպիսիներին, պահողնե՞ր, թե արբեցողնե՞ր, պարկեշտնե՞ր, թե որկրամոլնե՞ր, ճգնավորնե՞ր, թե զեղխացածնե՞ր, քանզի անհնար է պղծությամբ սրբություն գտնել և մեղքով դեպի արդարություն բարձրանալ, և ոչ ոք պոռնկությամբ կուսություն չի ստանում, ոչ էլ զեղխությամբ և արբեցությամբ պահքի սրբություն։ Քանզի անհնար է այսպես լինել, թե նախ պոռնկանամ, ապա կուսանամ, և կամ զեղխանամ ու շվայտանամ արբեցությամբ, ապա մտնեմ պահքի սրբության մեջ, քանզի անհնար է պոռնիկին կուսանալ և արբեցությամբ զեղխացածին պահող և ճգնող դառնալ։ Կույսը կուսությամբ է ստանում կուսության պսակը, և ոչ թե պոռնկությամբ, և պահողը ժուժկալությամբ է ընդունում պահքի վարձը, և ոչ թե արբեցությամբ, զեղխությամբ և որկրամոլության շվայտանքով։ Կան նաև այնպիսիներ, ովքեր 40-օրդական պահքը ապաղաս, թեթև լուծելի պահք են ասում։ Շաբաթների մի կեսը կարևոր են անվանում և պնդվում ու ճգնում են սրբությամբ,
իսկ մնացածն ապաղաս են անվանում և թուլացնում պահքի պնդությունը, անակնկալ կերպով փափուկ կերակուրներ ճաշակում և որկրամոլությամբ լուծում սուրբ և անարատ 40-ական պահքը։ Այս կարևոր 40-ական պահքը Աստծո որդին պահեց մեզ օրինակ ցույց տալու համար և այնտեղ չէր անվանում ապաղաս։ Նույն 40-ը նաև Մովսեսը պահեց լեռան վրա և այնտեղ չէր անվանում ապաղաս։ Նույն 40-ը Եղիան պահեց անապատում լեռան վրա և այնտեղ չանվանեց ապաղաս։ Նույն 40-ը նաև մենք մեր տկարությամբ կատարում ենք օրըստօրե պահքով և վայել չէ մեզ 40-ական պահքն ասել ապաղաս և լուծարել սուրբ պահքի պնդությունը, քանզի պահքի սկզբից մինչև վերջ պահք է փափկությունից, եթե ցանկանաս ճգնել և պահել։ Իսկ եթե ցանկանաս որկրամոլությամբ լուծարել, ոչ թե թեթև ապաղասներ ես լուծարում, այլ կարևոր պահք, քանզի ապաղաս է անվանվում ծույլերի և անկատարների կողմից և ոչ թե պարկեշտների և պահողների։ Այլև պահք է անվանվում ոչ թե միայն կերակուրներից ժուժկալելը, այլև խուսափելն ամեն տեսակ մեղքերից, քանզի պահք է նաև բերանի լռությունը և ոչ առանց հարկի և մեկի հարցնելու խոսելը։ Պահք է նաև անընչությունը, աղքատությունը և ավելորդությունները չհոգալը, այլ օրվա կարիքները փնտրելը և նույն Աստծուց խնդրելը։ Պահք է նաև խոնարհությամբ տեղում նստելը և փուչ մեկի պես ցոփությամբ չշրջելը թափառելով և դրամաշորթությամբ։ Պահք է նաև առանց լվացվելու և օծանվելու ողորմելի և գծուց հագնվելը։ Պահք է նաև միայն խարազանագործ հանդերձներով մերկության և ցրտի կարիքները հոգալը։ Պահք է նաև աչքերն առատությունից, լսելիքը անդեպ լսելուց և սիրտը պիղծ խորհուրդներից զերծ պահելը։ Պահք է նաև չընկերանալը պատվի և իշխանության համար, չբարկանալը, չաղաղակելը, չնախանձելը, վրեժխնդիր չլինելը և չջանալը սեփական անձն ընկերոջ մոտ արդարացնել։ Պահք է ագահություն չանելը, չմարդահաճոյանալը և հանդերձով սնապարծ չլինելը։ Պահք է նաև խոնարհությունը, հնազանդությունը և սուրբ սրտով բոլորին սիրելը։ Պահք է նաև, երբ բնական քնի կարիքը միայն սպառի և ցանկության քուն չունենա, այլ միայն առաջինով գոհանա և ապա վեր կենալով գործի կամ աղոթի։ Եվ արդ այս ամենն է ճշմարիտ պահքը և առավել է, քան կերակուրների կարճումը։ Այս և սրանց նման բաները պետք է կարճել պահքի ժամանակ, և ապա ընդունելի կլինի նաև կերակուրների կարճումը։ Նաև կերակուրների կարճումը միանման չէ, այլ ըստ յուրաքանչյուրի կարողության, ոմանք միօրյա, ոմանք երկօրյա, ոմանք երեքօրյա և ոմանք 7-օրյա պահքով պարկեշտությամբ կատարում են յուրաքանչյուր ըստ իր անձի զորության։ Ոմանք լոկ բանջարով, ոմանք էլ միայն ընդեղենով բավականացան, ոմանք փոքր-ինչ հացով, ոմանք ավելի շատով և անպաճույճ թանիկը ևս հավելեցին, և ոմանք եղան միայն գինեհատներ, ոմանք թանահատներ, ոմանք հացահատներ և փափուկ ու համեղ կերակուրները բացեիբաց հալածեցին և ուրացան։ Մի տեսակի կերակուրով և հոգեպահով միայն բավականացան, որը միայն կենդանությունն է պահում և ոչ թե մարմինն ու արյունն ավելացնում, որոնք ախտերի ցանկությունն են գրգռում։ Եվ այսպես ժուժկալեցին սակավ ուտելով, սակավ ըմպելով, սակավ քնելով և անդադար աղոթելով։ Նաև մանավանդ պետք է պահքի օրերին ինչ արգելում ես որովայնիցդ, այն աղքատներին ընձեռել,
քանզի դու պիտի քաղցես, եւ քաղցածը հագենա, եւ քո մեղքը քավվի։ Այս է սուրբ եւ աստվածահաճ պահքը, եւ սրանով են ընդունելի լինում բոլոր վշտամբերությունների ճգնությունները, որ բժշկում են մեղքերով վիրավորվածներին, սատանայից գերվածներին, կանգնեցնում անօրենությամբ կործանվածներին, հարություն տալիս ամբարշտությամբ հիվանդացածներին, սրբում պղծությամբ աղտեղվածներին, լուսավորում մոլորությամբ խավարածներին, բոլոր հանցանքներից մաքրում եւ արդարացնում պահողներին եւ մեծապայծառ լույսով կանգնեցնում Աստծո ահավոր եւ լուսավոր բեմի առաջ։ Եվ պահեցողները նրա հետ ժառանգում են անանց բարության վայելչություններն ի Քրիստոս Հիսուս ի Տեր մեր, նրան փառք հավիտյանս։